Ինչպես գյուղացին բողոք գրեց թագավորին։ Լատիշական հեքիաթ։ Կալվածատիրոջ խոզերը փչացնում են մի գյուղացու ամբողջ կարտոֆիլը։ Գյուղացին որոշում է բողոքել հենց իրեն, թագավորին։ Մի խնդրագիր գրել նրան։ Մի թուղթ է վերցնում, վրան նկարում փոքրիկ կետեր։ Մի քիչ ավելի մեծ կետեր է նկարում և ավելի մեծ բծեր։ Իսկ հենց այդ ժամանակ էլ թագավորը դուրս է գալիս զբոսնելու։ Հանդիպում է հենց այն գյուղացուն, որի կարտոֆիլը խոզերը փչացրել էին, և որը դեռ իր բողոքագիրն էր գրում։ Թագավորը տեսնում է նրան և ասում. «Էդ ինչ ես անում»։ «Բողոք եմ գրում թագավորին»։ Թագավորը նայում է ու ոչինչ չի հասկանում, ինչ-որ կետեր են խզբզած։ Գյուղացին բացատրում է. «Այս փոքր կետերը կալվածատիրոջ խոճկորներն են, ավելի մեծ կետերը կալվածատիրոջ խոզերն են, իսկ այս ամենափոքր կետերը իմ կարտոֆիլներն են, որ կալվածատիրոջ խոզերը, սատանան տանի դրանց, փչացրել են։ Դե այստեղից ով չի հասկանա, թե ինչ վնաս են ինձ տվել։ Ես իմ բողոքագիրը պիտի տանեմ թագավորին»։ Գյուղացին չէր իմանում, որ հենց ինքը թագավորն է իր դիմաց կանգնած։ «Այս սա բան է», խրախուսում է նրան թագավորը, «անպայման տուր թագավորին»։ Առավոտյան, երբ գյուղացին գալիս է պալատ, պահակները չեն ուզում նրան ներս թողնել, բայց թագավորը, իմանալով, թե բանն ինչումն է, հրամայում է նրան ներս թողնել։ Գյուղացին ներս է մտնում, խոնարհվում մինչև գետին։ Թագուհու և նրա աղջիկների զգեստի փեշերի մեջ շաղգամ է լցնում և ասում. «Սա ձեզ նվեր։ Շատ լավ է, երբ մանելիս կրծում ես։ Այսպիսի համեղ շաղգամից թուքդ լցվում է բերանդ, իսկ մանողին էլ միայն դա է պետք»։ Ասում է ու ծառաներին տալիս բողոքագիրը։ Տալը տալիս է, բայց ոչ ոք չի կարողանում այն կարդալ։ Թագավորը ձևացնում է, թե խիստ զայրացած է։ Ասում է. «Տվեք ինձ բողոքագիրը, դուք ոչ մի բան չեք հասկանում։ Որ այս տեսակ բողոքագիրը չեք կարողանում կարդալ, ուրեմն ձրի եք ուտում իմ հացը։ Դե նայեք, այս փոքրիկ, ամենափոքրիկ կետերը բողոքողի կարտոֆիլներն են, մի քիչ մեծերը կալվածատիրոջ խոճկորները, ավելի մեծերը կալվածատիրոջ խոզերն են։ Խոճկորներն ու խոզերը փչացրել են գյուղացու կարտոֆիլը, քանդել, հանել այն։ Եթե կարտոֆիլը հողի մեջ լիներ, դուք այն չէիք տեսնի, ու իմ կամքն է, որ կալվածատերը վճարի գյուղացուն»։ Բոլորը շատ են զարմանում։ Զարմանում են, թե թագավորն ինչքան խելոք է, որ կարողացավ կետ առ կետ կարդալ գյուղացու բողոքագիրը։